Բարև, այսօր պիտի տեսնենք, թե ինչու ղևտացված գրքի 5 ընձաները կմատնանշեն Քրիստոսի անձին և գործին։ Առաջին 3 ընձաները, անուշահոտ բադարակները, կխոսին, թե ով է Քրիստոս։ Հաջորդ երկուքը, մեղքի բադարակները, կխոսին այն ինչ որ Քրիստոս ըրավ։ Եկեք տեսնենք առաջինը, ողջագեզի բադարակը, առաջին գլխուն մեջ։ Եթե կհիշեք, ողջագեզը ամենահին ընձան է, որ Աբել, Նոյը և Աբրահամը մատուցանեցին, երբ Աստծո մոտեցան։ Սակայն ողջագեզներու մասին Աստծո հրահանգը ղևտացվածի մեջ ինչպես կբացահայտեն մեզի Քրիստոսի անձը։ Նախ զոհաբերվող կենդանիները ընտանիք լային, ըլլա արջար անասուններ, կամ հոդեր, կամ փոքրիկ դադրակներ աղավնիներ, որոնք աղքատները կրնային քննել։ Այստեղ կարևորը այն է, որ ընտանի կենդանիները հնազանդ են մարդուն, ինչ որ մեզի կհիշեցնե մեր Տեր Հիսուսի հնազանդությունը իր հորը։ Երկրորդ, զոհը պետք էր հատուկ արու կենդանի մը ըլլար, ինչ որ կխոսի ուժի մասին, և այդ այն է, որ Տեր Հիսուսը ունի, ան կրնա բոլորովին փրկել, Եբրայեցիս 7:25։ Երրորդ, զոհը պետք է ըլլա անարատ, որը կրնա խոսիլ միայն Քրիստոսի մասին, որ գադարյալ է։ Ինչպես որ Հովանես Առաքյալ գկրե, իր մեջ մեղք չկա։ Եվ Պետրոս կսե, որ Հիսուսը անմեղք չկործեց։ Եվ Եբրայեցիներուն ուղված նամակի մեջ Պողոս գրեց, որ ան մեղավորներեն զատված է։ Հաջորդ պահանջքը այն է, որ զոհ մատուցանողը պետք է այտնե իր ազատ կամքով, իսկ կենդանին պետք է բոլորին առջև բերել խորանին թրանը քով։ Այլ խոսքով, փրկվելու համար ես պետք է հոժարագամ կամ և հրաբարագավ կամ Աստծո, և կամ հավատքի միջոցով Քրիստոսի խաչին վրա գադարած զոհաբերությամբ։ Միայն այդպես Աստված պիտի ընդունի զիս, և ոչ իմ պայմաններովս, որովհետև Հիսուսը սավ, մեկը հորը քով չի կար, եթե ոչ ինձմով։ Ետքը կտեսնենք, որ զոհ մատուցանողը պետք է ցերկը տնե ողջագեզին գլխուն վրա։ Սիրելիներ, ինչ կգարձեք, որ կխորհրդանշե այդ մեկը, ըսել գուզե, որ ես կփոխանցեմ իմ մեղքերս և կնշանակեմ այս փոքրիկ կենդանին, որ առնե իմ դեղս, և կխոստովանիմ, որ արժանի եմ մեռնելու։ Եվ սիրելիներ, երբ կընդունիմ Քրիստոսը, ցերկս կտնեմ անոր վրա, որ միրավ իմ փոխարենս։ Քրիստոս ինքզին կտրավ խաչին վրա մեղավորին փոխարեն։ Ետքը ղևտացվածի մեջ մեղավորը պետք է մորթե զոհը քահանային առջև, որովհետև մեղքին վարձքը մահ է, բայց Աստված միջոցը ստեղծած է, որ անմեղ կենդանին զոհվի մեղավորին համար։ Արդար Քրիստոսը չարչարվեցավ անարդարներուն համար, այդ ես եվտունենք, որովհետև անմեղք չի կործեց սիրելիներ, մեր մեղքերն են, որ զինք մահվան մատնեցին։ Շատ անձնական առումով, իմ մեղքս պատասխանատու է Քրիստոսի մահվան։ Ղևտացվածի մեջ, երբ մեղավորը կմորթե անմեղ կենդանին, քահանաները գդոր գնեն կենդանին, որպեսզի զոհասեղանին գրակը հասնի և այրե անոր բոլոր մասերուն և այրե զային։ Այս գդոր ընելը և մորթը հանելը կնմանի, թե ինչպես Տեր Հիսուսի ներքին կյանքը բաց է ստուգման, ավելի քան 2000 տարի է, և այնտեղ կարելի է գտնել սուրբ, անվնաս, անարատ և մեղավորներեն զատված։ Սեղանին վրա զոհին բոլոր գդորները լափող գրակի գործողությունը կխոսի Քրիստոսի բացարձակ պարտավորությանը մասին հորահանդեպ։ Այդ բացարձակ սրբագործում է։ Այո սիրելիներ, ողջագեզը, որ գրակով պատրաստված է, անուշահոտ պատարակ է Տերոջ համար։ Այս կետը շատ անգամներ հիշված է ղևտացված առաջին գլխուն մեջ, 9, 13 և 17 համարներուն մեջ։ Ինչպես Պողոս կհաստատե Եփեսացիս 5:2-ի մեջ, որ Քրիստոսալ մեզ սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ պատարակ ու զոհը լալով Աստծո։ Սիրելիներ, Աստված Քրիստոսը կտեսնե,
որ ինքն է միակը, որ կրնա կոհացնել Աստծո բանջկը մեր մեղքերու նկատմամբ։ Արդյոք դու նալ զինք այդպես կտեսնես։ Ամեն։